Այսօր բանն է, չէ, Վիլենի ծնունդն է ապրել, երևի նշում։ Այո, դե նշում ենք էլի, երևի նշում են, հետո մտածեցիք որ հեգնում է։ Չէ, պատրաստ եք։ Պարոն Ղազարյան, նախ չնայած ձեր ֆրակցիայից այլ անդամների լսել ենք, բայց կուզենամ ձեր տեսակետն էլ լսել։ Ինչքանով է արդյունավետ ամեն անգամ, երբ որ ԿՊԱ-ականները արդեն են, որ ասում ձեր տամարը մտել են, գտել են, որ հենց Կտրիչ Ներսիսյանն ասեն դուք դմդմփացնելու եք այնուհետև հեռանակ նիստերի դահլիճին, ինչքանով է արդյունավետ սա շարունակել, սրանով արդյոք ԿՊԱ-ականները ամեն անգամ ձեզ փաստացիորեն չեն մղի, որ դուրս գաք նիստերի դահլիճից, երբ իրենց պետք է։ Նախ պետք է ասել, որ այն ինչ որ իրենք անում են եւ այն ինչ որ արել է Երեք Նիկոլ Փաշինյանը, դա սադրանք է, որը գիտակցված սադրանք է, որը հանգեցնում է ազգային ժողովի բնականոն գործունեության խափամանը, որովհետեւ ազգային ժողովի բնականոն գործունեությունը ենթադրում է բոլոր падգամավորների մասնակցությամբ նիստերի ընթացք, որովհետեւ մեր կանոնակարգով ասում է, որ ազգային ժողովի падգամավորները պարտավոր են մասնակցել ազգային ժողովի նիստերին, հանձնաժողովի նիստերին, լսումներին, այսինքն նիստերի մասնակցել ըստ էության մեր պարտականությունն է։ Բայց դրա հետ միասին նախագահողի վրա դրված է ֆունկցիա, որ ինքը պետք է ապահովի բնականոն ընթացքը։ Այսինքն, եթե նիստերի ընթացքում հնչում են վիրավորանքներ, հնչում է անհարգալից վերաբերմունք, հնչում են ելույթներ, տեսակետներ, որը վիրավորում է մյուս падգամավորների մեծամասնության հասարակության զգացմունքները, տվյալ դեպքում նաև կրոնական զգացմունքները, նիստը նախագահողը ինքն է պարտավոր ընդհատել ելույթ ունեցողին եւ կարգի հրավիրել։ Առավել եւս ոչ падգամավորներին։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը կանգնած այս օրերին իր գործատուի առաջ։ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ պետքա դառնա լիարժեք։ Միայն այն պահից, երբ որ ազգային ժողովը հավանություն կարժանացնի գործունեության ծրագրին, որովհետև հավանություն չարժանացնել նշանակում է վարչապետին հեռացնել պաշտոնից։ Այսինքն ինքը պետք է հասկանա, որ ինքը գտնվում է իր գործատուի առջև, այն մարդկանց առջև, ովքեր պետք է որոշեն ինքը որպես վարչապետ պաշտոնավարի թե չէ, եւ նա պարտավոր է падգամավորների նկատմամբ ցուցաբերել ընդգծված հարգալից վերաբերմունք եւ իմանալով, որ վեհափառ հայրապետին ավազանի անունով դիմելը վիրավորում է հայ ժողովրդի, ոչ քրիստոնյա հայ ժողովրդի հոգեվոր զգացողությունները եւ դիտավորյալ ընդ որում արժանանալով նաեւ որոշակի բոյկոտի քայլերի, չէ, այսինքն մեր կողմից անհանգստության նշանների, նա նորից սադրում է մի քանի անգամ, բազմակի անգամներ այդ եզրույթը կրկնելով, դա ուղղակի սադրանքի դեր, ասենք մեր համար էլ դժվար չի, չէ, ամեն անգամ իր անունը տալու փոխարեն ասել Ալաշուքյուր Փաշինյան, չէ, իր ավազանի անունով։ Մենք կարանք Փաշինյանին դիմենք իր ավազանի անունով Ալաշուքյուր Փաշինյան, ու ասենք ամեն նման դեպքերով մենք ասենք Ալաշուքյուր Փաշինյան։ Միջելոց Փաշինյան եւ Փաշին կարող է նույնիսկ պարզվի, որ նույնն է, դե կարող է պարզվի սխալ էլ չկա։ Բայց ամեն դեպքում մենք դա չենք անում, որովհետեւ մենք եկել ենք ազգային ժողովի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով, այլ ոչ թե, այսինքն այստեղ եւ իր վարքագիծն է, որը բացարձակ հակադիր է հանրային ծառայողի էթիկայի նորմերին, եւ նաեւ նախագահողի թուլությունն է, թերությունն է, որ չի կարողանում նիստերը նախագահել բնականոն ընթացքով, ինչը հանգեցնում է ազգային ժողովի գործունեության ըստ էության տապալման։